Աստված օգնական Սրբազան հայր, կարող եմ ձեզ մի քանի հարց տալ։ Աստված պահապան համեցեք։ Ինչու ենք աղոթում, եթե Աստված արդեն ամեն ինչ գիտի։ Աստված այո ամեն ինչ գիտի, բայց մարդ պետք է աղոթի, որպեսզի նախ եւ առաջ մնա իր հավատքի մեջ, զորանա իր հավատքով, եւ երկրորդն էլ աղոթելով մարդը իր շնորհակալությունն է հայտնում Աստծուն, ոչ միայն խնդրանքներն է շարում Աստծո դիմաց, այլ նաեւ իր շնորհակալությունն է հայտնում, որ ինքը այս պայն ուժ ունի, կարողություն ունի աղոթելու, առողջություն ունի աղոթելու։ Ինչ անել, եթե աղոթքը կարծես թե չի լսվում։ Եթե աղոթք է, աղոթքը միշտ է լսվում է։ Աստված լսում է, եթե ես իմ խոսքերով եմ աղոթում։ Անշուշտ մենք ունենք աղոթքներ, որոնք օգտագործվում են հասարակական աղոթքի ժամանակ, եկեղեցիներում, պատարագներին եւ ժամերկությունների ժամանակ, բայց մարդը ազատ է միշտ, որովհետեւ աղոթքը պետք է լինի սրտանց։ Նույնիսկ աղոթքը համեմատում են երկար թելի հետ, որի մի մասը մեկը կապված է վերևում զանգին եւ մյուս մասը ներքևում է երկրի վրա եւ եթե մենք շարժում ենք այդ թելը, մենք միգուցե չլսենք այդ զանգի ձայնը, բայց զանգը անպայման այնտեղ կխփի։ Ինչու աղոթքի ժամանակ սկսում եմ մտածել ուրիշ բաների մասին։ Գիտեք, լինում է այդպիսի բաներ, բայց դա պետք է մարդը ինքը իր վրա կարողանա աշխատել։ Եթե միտքը ցրված է, եթե ինքը պատրաստ չէ, եթե ինքը որոշած չի որոշել, այլ ուղղակի ընկել է ինչ-որ մի միջավայրի մեջ եկեղեցի է ընկել եւ ուզում է այդ բանը միանգամից սկսել աղոթել, միգուցե չստացվի, միգուցե տարբեր ուրիշ մտքեր անցնեն, բայց եթե մարդը ինքը իր վրա աշխատի եւ գիտենա կոնկրետ ինքը այս բանը գնում է եկեղեցի կամ առանձնանալու է իր տանսենյակում եւ աղոթելու համար, ապա այդ ժամանակ ուրիշ բաների մասին չի մտածի։ Կարող է Աստված պատասխանել ոչ ու դա էլ լինի պատասխանը։ Գիտեք, ոչ ասելը մի քիչ սխալ է, ուղղակի ես փոքրիկ պատմություն պատմեմ։ Քաղաքում ապրում են երկու մարդ, մի քաղաքում ապրում են երկու մարդ։ Մեկը օֆիսի աշխատակից է, իսկ մյուսը հողագործությամբ է զբաղվում։ Եվ երկուսն էլ գիշերը աղոթում են։ Մեկը աղոթում է, ասում է Երանի վաղը լավ եղանակ լինի, օֆիսի աշխատողը, ասում է Երանի լավ եղանակ լինի, որպեսզի հագնեմ նոր կոշիկներս եւ գնամ գործի նոր կոշիկներով։ Իսկ կողքի հարևանը, որը զբաղվում է հողագործությամբ, նա էլ աղոթում է, ասում է Երանի վաղը անձրև գա, որպեսզի ջրվեն իմ պարտեզները։ Հիմա որի աղոթքը լսելիք լինի։ Աստված ինքը կորոշի, երբ է պետք նրան օգնել, երբ է պետք նրան օգնել։ Միգուցե մեր խնդրանքը միանգամից չլինի, բայց վստահ եք, որ մեր յուրաքանչյուրիս աղոթքները լսվում են Աստծո կողմից։ Իսկ եթե աղոթելիս քնեցի, հաշվում է։ Աղոթելիս քնել դա շատ է լինում, մարդկանց հետ է շատ եմ լսել այդպիսի օրինակներ, այո, ինչու՞ չէ։ Մենք գիտենք պատմություններ նաև անապատական հայրերի հետ կապված, որոնք իրենք են իրենց մասին պատմելիս ասել են, որ շատ անգամ եղել է, որ աղոթքի ժամանակ քնել են։ Աստված օգնական Սրբազան հայր, շնորհակալ եմ անչափ։ Աստված պահապան, հաջողությունս։